Ողջույն ընկերներ, եկեք միասին պատրաստենք կարբոնարա ամենահասանելի բաղադրիչներով և այսպես մանր կտրատում ենք խոզապուխտը։ Իհարկե օրիգինալ բաղադրատոմսում մեզ պետք էր ավելի շատ սալի նման խոզապուխտ, որտեղ յուղային մասը շատ է, բայց քանի որ մեր ձեռքի տակ այս պահին այս տարբերակն է, կօգտագործենք սա։ Տապակում ենք փոքր քանակությամբ բուսայուղով մինչև ոսկեգույն դառնալը։ Ընթացքում ջրի մեջ աղ ենք ավելացնում և խաշում ենք մակարոնները։ Ես օգտագործում եմ մեր սիրելի մակարոնները, բայց օրիգինալ բաղադրատոմսում օգտագործվում է սպագետի։ Եփում ենք մոտավորապես 3 րոպե, որպեսզի շատ չեփվի, և վերցնում ենք կրակից։ Պատրաստում ենք թանձրուկը, ձվի դեղնուցներին ավելացնում ենք կաթ կամ սերուցք։ Խառնում ենք, այնուհետև մանր քերիչով քերում ենք որակյալ, չոր, հալվող պանիրը։ Ավելացնում ենք մյուս բաղադրիչներին։ Այստեղ ավելացնում ենք նաև սխտորը, որը նախապես պետք է տապակեինք խոզապուխտի հետ։ Հիմա մնում է բոլոր բաղադրիչները խառնել իրար և կրակի վրա անընդհատ խառնելով եփել մոտավորապես 2-3 րոպե։ Ընթացքում անպայման համեմում ենք սև պղպեղով և եթե անհրաժեշտություն կա, նաև ավելացնում ենք աղ։ Չենք մոռանում վերջին էտապում կրակի վրա անընդհատ խառնել, որից հետո կարող ենք մատուցել։ Հուսամ բաղադրատոմսը ձեզ դուր եկավ։ Բարի ախորժակ։